Ինչ է ծառահատումը այդքան լայն թափով Երևան քաղաքում։ Ծառահատում չի, ժողովուրդ ջան, դա ծառերի փոխարինում է եւ իրականում լայն չի, օրինակ այս վերջերս Ամիրյան փողոցում ծառերի փոխարինում եղավ, որտեղ որ փոխարինվում են այն տեսակները, որոնք որ արդեն իրոք կենսունակությունը կորցրած են, ֆունկցիան կորցրած է, էֆեկտիվությունը կորցրած է, իսկ հիմնականում օրինակ Ամիրյան փողոցում մոտավորապես 20-ից 30 ծառ, որոնք որ նորմալ դեռ կենսունակության իրանց ցիկլի մեջ էին, իրանք պահպանվել են, այսինքն լրիվ չեն հատվել, էլի։ Բայց ես մասնագետ չեմ իհարկե, բայց որ նայում եմ ծառերը այնքան առողջ են թվում։ Արփի ջան, առաջի հայացքից հնարավոր է, հիմա օրինակ այս Մաշտոցի պողոտայի վրա էլ կան էլի ծառեր, այս կեչիները մեծ, որոնք որ առաջի հայացքից շատ առողջ են, բայց անցյալ տարի մի հատ մեծ Ամիրյան ոնց որ Մաշտոց խաչմերուկում լրիվ տապալվեց, էլի, այսինքն արտաքին ծառի տեսքը այդքան պարտադիր չի որ թվա, որտեղ հիմա նույն այդ ռեզիստոգրաֆով, որը ոնց որ ծառերի ռենտգեն լինի, դրանով էլ են ստուգում միջև էլ, բայց իրականում այդ դա մասնագիտական պատասխանեցի, բայց այդ կանաչապատման հետ էլի։ Իսկ փոսալցման աշխատանքներից ինչ կասեք։ Կարող ենք ասել կենտրոնի մասով կարող եմ ասել, որ այս պահին շատ ակտիվ աշխատում ենք երկու ուղղությամբ, մեկը ժամանակավոր այդ փոսալցումներն ենք անում, որպեսզի խնդիրը ինչ որ մի կերպ լուծվի, իսկ մնացածը ամեն օր օրինակ երեք անում էին Աբովյան փողոց արդեն նորմալ կտրելով ու մնացած աշխատանքներով այսօր Պուշկին, Կողբացի ու տենց հերթով արվել է։ Նաև եղանակային պայմանները պետք է թույլ տան, էլի երեկոյան չպետք է լինի մինուս, անձրև չպետք է գա, որ հետո ասենք 2 օր հետո չփչանա, բայց ընթացքում ամեն օրվա կտրվածքով այդ բահով անում են, որի համար չեն վճարվում, դա զուտ անում ենք, որ օրինակ մեծ փոսերը փակվեն։ Ավինյանը ասաց, որ այդ փոսերը ասֆալտը քանդվել է աղով մշակելու պատճառով ու շատերը ասում են, որ եթե աղով մշակելուց ասֆալտը քանդվել է, նշանակում է ասֆալտը անորակ է։ Արփի ջան, ուրեմն ասֆալտը առաջինը քանդվում է նրանից, որովհետև ինքը մաշված է, այսինքն մեր ընդհանուր այս ճանապարհների ֆոնդը շատ հին է ու օրինակ անցյալ տարի, նախանցյալ տարի ու այս վերջի տարիներին մենք դրա համար տեսնում ենք շատ մեծ չափով միջին նորոգումներ, հիմնանորոգումներ։ Իրականում ձեզ պետք է ուրախացնեմ ու մեզ բոլորիս այն տեղերում, որտեղ որ արվել է միջին նորոգում ու հիմնանորոգում, այդտեղ գրեթե ոչ մի խնդիր չկա։ Այն տեղերը, որտեղ որ արվել են փոսալցումներ, այդ մասում խնդիր կա, մյուս, այսինքն նոր ինչ է լինում, ասֆալտը մաշված է, ճաքեր կան, ճաքերից ջուրը սառույցը թափանցում է ներս, տատանման դեպքում ջերմաստիճանի տալիս տրաքացում է, պլյուս ու ավազի մշակումն էլ իր հերթին, այսինքն այստեղ ոչ թե աղի ավազից է մենակ, նաև եղանակից է, շատ ավելի քիչ էին խնդիրները, որտեղ այսքան ձյուն չեկավ։ Հիմա այս տարի արվելու է շատ ավելի հիմնանորոգումներ ու միջին նորոգումներ, շատ ավելի շատ ճաքալացումներ, որտեղ նաև տեսնում ենք, որ օրինակ նույն Մաշտոցի պողոտան էլի տենց շատ թարմ ասֆալտ չի, բայց լավ ճաքալացում արած ու այդքան խնդիր չկա։ Այսինքն այս տարվա պլաններում նաև այդ ճաքալացումների ավելի մեծ ծավալն է, էլի։ Հենց քաղաքապետարանի դիմաց մի քանի օր է կոյողաջուրը ասես հասնում է։ Ժողովուրդ ջան, վստահ եմ, որ տեսնում են, վստահ եմ, որ գործեր արվում է, վստահ եմ, որ դա ուղարկել են, այսինքն երևի մեր գործընկերների հետ Վիոլա ջրի, այսինքն այդ մասով քաղաքապետարանի տիրույթում չի, էլի այդ կոյուղատարերն ու հեղեղատարերը, բայց հեսա մի հատ կստուգենք ինչ խնդիր է։ Ես ամենայն դեպս 5 օր չգիտեմ, որ տենց խնդիր կա, էլի, որ բանում քաղաքապետարանի մոտ տենց խնդիր լիներ, հաստատ կիմանայինք, բայց հեսա մի հատ կճշտեմ, միգուցե արդեն փոխանցել են, գործ են անում։